Բարի երեկո սիրելի ֆուտբոլասեր բարեկամներ, Աֆել Արմենիա YouTube-յան ալիքի եթերում Winter Cup մրցաշարի հանդիպումները շարունակվում են ու եւս մեկ շատ կարեւոր հանդիպման ականատես կլինենք այս 50 րոպեների ընթացքում, առնվազն 50 րոպեների ընթացքում, քանի որ մրցում են միմյանց Վերդերն ու Արաքսը թիմերը, ովքեր առաջին հանդիպումում չպարզեցին հաղթողին ու դիմակայության հաղթողը պարզ կլինի այսօր խաղադաշտում։ Հիմա ամեն ինչ պատրաստ է հանդիպան մեկ տարկի համար, քիչ անց կտրվի մրցավարի սուլիչը, եկեք արագորեն ծանոթանանք թիմերի հայտարարությունների հետ, սկսենք Արաքսից դարպասը պաշտպանում է թիմի ավակը Սևակ Մուրադյանը համար 1, Բաբկեն Սահակյան համար 2 կա մրցավարի սուլիչում 1 տարկած է այս անչափ կարևոր ու հետաքրքիր հանդիպումը շարունակեմ ծանոթացնել Արաքսի հայտարարությունը Մկրտիչ Թեմուրյան համար 4, Գեգան Վարդանյան համար 5, Արմեն Մելքոնյան համար 7, Հարութ Վարդանյան համար 8, Հովանես Բարսեղյան համար 9, Սարգիս Սարգսյան համար 10, Տիգրան Մուրադյան համար 11, Վայ Մարտիրոսյան համար 17, Արտյոմ Վարդանյան համար 19, Արսեն Մելքոնյան համար 22 եւ Հենզել Վարդանյան համար 77 հենց սկզբում Վերդերը ուներ հնարավորություն, բայց Ամիրյանի հարվածը բավական բարձր ստացվեց ու հարված կլինի Մուրադյանի դարպասից Արաքս ակումն էլ գլխավորում է գլխավոր մարզիչն է Հրանտ Սարգսյանը Վերդեր դարպասը պաշտպանում է հիմա Մելքոնյանը ռիսկային գնաց Վարդանյանի վրա, այո, եւ այստեղ կար միանշանակ խաղի կանոնների խախտում, դա քննարկման ենթակա չէ, ծանոթացնում նաեւ Վերդերի հայտարարությունը դարպասը պաշտպանում է Էդվարդ Հարությունյանը համար 1, Էրիկ Էլոյան համար 7, Համլետ Մկրտչյան համար 8, Հայկ Մուրադյան համար 10, Մայիս Մելքոնյան համար 11, Խաչատուր Էրզրումյան համար 14, Հակոբ Ամիրյան համար 17, Գևորգ Պողոսյան համար 20, Զորա Բադարյան համար 23, ով այսօր Վերդերի ավակն է, Հրաչյա Յարդումյան համար 26 եւ Պայստային դարպասապանն է Իգոր Հովսեփյանը համար 99, թիմի գլխավոր մարզիչն է Արտուր Սարգսյան, իսկապես շատ հետաքրքիր հանդիպում են դիտելու դրանում երկու կարծիք լինել չի կարող առաջին խաղի մեկ տարկը, այսպես ասեմ, շոկային ստացվեց Վերդերի համար, քանի որ երկու սխալից մի անգամից օգտվեցին Արաքսի ֆուտբոլիստները հիմա այստեղ կոպիտ բախում տեղի ունեցավ երկու ֆուտբոլիստների միջև, հասկանանք ինչ պատահեց Էլոյանին ու Թեմուրյանին, որից հետո խոսեմ այս թիմերի միջև անցած շաբաթ կայացած հանդիպան մասին, իհարկե դա իր նշանակություն ունի, բայց կարգին է, թե Էլոյանի, թե Թեմուրյանի հետ ամեն ինչու ֆուտբոլիստները կմնան խաղադաշտում, հիմա տուգանային իրականացի Վերդերը Մելքոնյանն է տեղադրել գնդակը նա է հարվածը կատարելու կարծում եմ իհարկե ուղիղ հարված կհետևի դարպասի ուղղությամբ այսպիսի տարածությունից Մելքոնյանը իզորու է տեսնեք ինչպես կստացվի այս փորձը Մելքոնյան հարված ու այստեղ հենց Վարդանյանը կանգնեց գնդակի ճանապարհին այլապես թնդանոթային հարված էր արդեն կատարել Մայիս Մելքոնյանը Իսկ հիմա Արաքսի գրոհին ականատես լինենք, բայց այստեղ Բարսեղյանի փոխանցման ճանապարհին առաջինը կանգնեցին Վերդերի ֆուտբոլիստները Պողոսյան դեպի Ամիրյանը Ատեսեք որքան բարձր է հանդիպան տեմպը հես մեկ տարկում Մուրադյան խորքից փոխանցում, բայց ուժեղ ստացվեց Հայկ Մուրադյանի կատարած փոխանցում ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից, այո, այնտեղ առաջին խաղում Արաքսի ֆուտբոլիստ Տիգրան Մուրադյանը օգտվեց Վերդերի Այսպես ասած նվերներից ու երկու անգամ հենց մեկ տարկում գրավեց Վերդերի դարպասը 2-0 դարձրեց այդ խաղում հանդիպան հաշիվը ի օգուտ Արաքսի հետո էլ արդեն Մելքոնյանը կարողացավ այդ ծանր իրավիճակից դուրս բերել ներողություն Վերդերին ու հանդիպումը ավարտվեց 2-2 մարտական ոչ ոքի հաշվով հիմա եւս մեկ հարված Բարսեղյանից ու Հարությունյանը տեղում էր եւ խնդիրը չունեցավ գնդակը որսալու գործում այո 2-2 Հաղթողի հարցը դե առաջին խաղից էլ պարզ էր, որ դիմակայության առաջին խաղում չի վճռվելու, այստեղ իհարկե այնպիսի թիմեր չեն խաղում միմյանց դեմ այս դիմակայության մասն է խոսքս, որ իհարկե որևէ մեկը մեծ առավելություն ունենար հենց առաջին խաղում այն էլ իր հիմնական մրցակիցներից մյուսի նկատմամբ խոսքս թե Արաքսին թե Վերդերին է վերաբերվում այս զույգի հաղթողը հիշեցնեմ որ կիսա եզրափակիչում մրցելու է Սելտա Ատլետիկո Երևան զույգի հաղթողի հետ այնտեղ առաջին խաղում Ատլետիկոն 6-2 հաշվով տարել է խոշոր հաշվով հաղթանակ ու կարելի ասել 99%-ով մոտեցել է կիսա եզրափակիչին իհարկե այս հանդիպումից անմիջապես հետո կմեկտարկի Ատլետիկո Երևանն ընդդեմ Սելտայի հանդիպումը, բայց իհարկե հաղթել Ատլետիկոյին 4 գնդակի տարբերությամբ առաջին խաղում պարտվելուց հետո շատ բարդ է պատկերացնել թե Սելտան ինչպիսի անակնկալ պետք է իհարկե մատուցի Երևանի Ատլետիկոյին այն որ Սելտան դա կարող է անել առաջին խաղում իհարկե անակնկալ չասեմ այլ պայքարել միջև վերջ ու տանել հաղթանակ դա ստացվում էր Սելտայի մոտ բացեցին հանդիպան հաշիվը հետո
Ակուլյանը խփեց պատասխան գնդակը նորից Սելտան առաջ անցավ հաշվի մեջ, բայց իհարկե փորձի եւ կարգի հաշվին Երևանի Ատլետիկոն վերջնամասում մեծացրեց առավելությունը ու մեծ քայլ կատարեց դեպի կիսա եզրափակիչ։ Իհարկե ինչու եմ խոսում Ատլետիկո Սելտա զույգի անցկացած հանդիպումից, քանի որ այս երկու թիմերին բնականաբար իրենց հիմնական մրցակից Ատլետիկո Երևանը հետաքրքրում է, որովհետեւ երկուսն էլ իհարկե մտածում են թե Արաքսը թե Վերդեր այս դիմակայությունում այս դիմակայությունը հաղթարելու եւ հաջորդ փուլում հայտնվելու մասին, իսկ հաջորդ փուլում հենց Ատլետիկոն կընդունի այս երկու թիմերից որևէ մեկին, թե ում իհարկե կրկնում եմ եւս մեկ անգամ պարզ կլինի միայն ու միայն մրցավարի եզրափակիչ Սուլիշից հետո։ Ես հիմա կնետեմ Վերդերի ֆուտբոլիստները։ Ոչ, խախտում են նշանակել մրցավար, այո, ոչ թե եզրային դետում Ադարյան դեպի Էլոյանը փոխանցում հետևեց աչ եզնում է Էրիկ Էլոյանը, շատ լավ մրցաշրջան է իսկապես Էլոյանը անցկացնում Վերդերի կազմում, այսպես ասած, թե պաշտպանությունում, թե հարձակման գծում, այսպես ասած Վերդերի թե պաշտպանության, թե հարձակման եզրը վերցրել է իր տրամադրության տակ աչ եզրի մասին է խոսքս ու բավական արագաշարժ ֆուտբոլիստ է Էլոյանը իսկապես խաղադաշտում եւ կարողանում եմ թե պաշտպանությունում, թե հարձակման գծում իսկապես իր ներդրում ունենալ Վերդերի խաղերում։ Հիմա անկյունային է վաստակել Վերդերը, Հայկ Մուրադյանն է կարծես պատրաստվում իրականացնել անկյունայինը։ Խաղարկում Մերզումյանի հետ դեպի Ամիրյանը հետ փոխանցում, բայց այստեղ Մուրադյանը հաջող խլում կատարեց ու փորձում է արագություն զարգացնել, բայց այստեղ հենց Մուրադյանից էլ գնդակը դուրս եկավ այո դաշտի սահմաններից ու եզից կնետեն Վերդերի ֆուտբոլիստները։ Մուրադյան դեպի Ադարյանը փոխանցում, կատարեց Հայկ Մուրադյանը, Էլոյան, Պողոսյանին ասյակեց գնդակը, այստեղ մի փոքր ռիսկային էր Պողոսյանի գործողությունը, բայց արդարացված էր Պողոսյան, Մելքոնյան վտանգավոր է, սա փոխանցում էր ոչ թե հարված ու այստեղ դարպասապա Մուրադյանը կարողանում է հեռացնել գնդակը, հիմա էլ որքան հնարավոր է հեռու ուղարկեցին Արաքսի ֆուտբոլիստները, բայց Հարությունյանը այստեղ դուրս գալով դարպասից տիրեց գնդակին, այլապես Բարսեղյանը պայքարելու էր մինչև վերջի վայրկյանը։ Զորաբ Ադարյան, կա Էլոյանի արագացումը, կար փոխանցման փորձ Ադարյանի կողմից, բայց այն փակվեց, հիմա հասցեակեց գնդակը Պողոսյանին ու եզրային նետում է վաստակում Վերդերը այս իրավիճակում։ Էլոյան դեպի Պողոսյանը ուղարկեց գնդակը, բայց այստեղ գնդակի կորուս Վերդերի ֆուտբոլիստերի կողմից եւ Մուրադյանը գնդակ ուղարկում է Հենզել Վարդանյանի ուղղությամբ, խորքից Վարդանյանը սկսում է Արաքսի եւս մեկ գրոներից մեկը, բավական լավ անցում Վարդանյան, սա հարված էր, բայց շեղությամբ ստացվեց Հենզել Վարդանյանի կատարած հարված, այո միայնակ տեսեք պաշտպանության կենտրոնից 2-3 մրցակցի շրջանցեց Վարդանյանը ու նույնիսկ հարվածեց այս հեռավոր տարածությունից, իհարկե եթե դիպուկ ստացվի հարվածը ու ընդհանուր գնդակը դարպասի ուղղությամբ բարդ է պատկերացնել Հարությունյանը ետ կմղեր այդ գնդակը թե ոչ, ամեն դեպքում Վարդանյանի հարվածը այստեղ չստացվեց, չնստեց գնդակը Վարդանյանի ոտքին ու արդյունքում գնդակը բաժին հասավ Վերդերի ֆուտբոլիստերին Ադարյան ուղարկեց գնդակը Էրզումյանին, երկար փոխանցում Մայիս Մելքոնյանի ուղղությամբ, բայց այստեղ Թեմուրյանը թիկունքին շատ հաջող ու անսխալ աշխատեց ու ոչ մի շանս չտվեց այստեղ Մելքոնյանին արագանալու, իսկ երբ արագանում է Մելքոնյանն իհարկե դա արդեն բավական մեծ վտանգ է պարունակում ցանկացած թիմի դարպասի ուղղությամբ, եզից կնետի Արաքսը Թեմուրյանն ուղարկեց գնդակը դեպի կենտրոն, բայց այստեղ գնդակը Բարսեղյանին չհասավ, իսկ հիմա կա փոխանցում ու նորից ուժեղ ստացվեց փոխանցում այս իրավիճակում, այո առաջին դեպքում փորձում էր գնդակը Բարսեղյանին հասցեակել Վարդանյանը, բայց փակվեց գնդակի ճանապարհը։ Մուրադյան նորից Ադարյանի հետ է խաղարկում գնդակը, Հայկ Մուրադյանը շարժվում է առաջ, Ադարյանը ռիսկային գործողություն, բայց հասցրեց ազատվել գնդակից Էրզրումյան դեպի Մելքոնյանը ընդունեց ու շրջվեց Մելքոնյանը եւս մեկ փոխանցում Էրզրումյանին վտանգավոր գրոյ ձեռնարկել Վերդերը Էրզրումյան հարվածներ կա, բայց Սևակ Մուրադյան առանց որևէ խնդիրների այստեղ Մուրադյանը տիրեց գնդակին ու թույլ չտվեց ավելի մեծ վտանգ սպառնա դարպասի ուղղությամբ։ Հիմա տեսնեք ինչ պատեց Հենզել Վարդանյանին, կարծես պայքարի մեջ հարված ստացավ Վարդանյանը։
Բայց ամեն ինչ կարգին է Վարդանյանի հետ, այո, շարունակի հանդիպումը դրանում երկու կարծիք դինել չի կարող այն, որ Վարդանյանը շատ մեծ աշխատանք պետք է տանի պաշտպանությունում, դրա մասին խոսք չկա, իսկ հիմա այս փոխանցումը տեսեք ինչ վտանգավոր ստացվեց Մուրադյանի կատարած ու Բարսեղյանի հարվածից հետո եղավ գնդակի շեղում, այդ իսկ պատճառով կարծում եմ դա եղավ հիմնական պատճառներից մեկը, որ գնդակը չհայտնվեց, չխուսափեմ այս բառերից ու ասեմ ցանցում։ Հիմա անկյունայինի խաղարկումը տեսնենք։ Վարդանյանն իրացնելու անկյունայինը կա փոխանցումը ու գնդակը դարպասում է 1-0 բացում է հանդիպան հաշիվը Արաքսը, բայց ինչ է արձանագրել մրցավարը խաղի կանոնների խախտում, այո, կարծես չհաշվեց կպած գնդակը մրցավարը, այո, Ադարյանի դեմ կար խաղի կանոնների խախտում ու դա հստակ տեսա մրցավարը Հարությունյան սկսում է, դարպասից այո, չեղարկվեց Արաքսի խփած գնդակ, այնտեղ չհասկացա ճիշտ ասած մրցավարը, որ դրվագում նկատեց խախտումը, դարպասապահ Հարությունյանի դեմ պայքարում էր թե Ադարյանի դեմ, բայց ամեն դեպքում հիմա հաշիվը մնաց նույնը չբացված անփոփոխ կարելի ասել, հիմա ստանդարտ է վաստակում նորից Արաքսը ու տեսնենք այս ստանդարտի խաղարկումը ինչ կտա Արաքսի ֆուտբոլիստներին Նորից Վարդանյանն է գնդակի մոտ, հեռահար տարածություն, բայց պետք է Վարդանյանը փորձի հարվածի, իսկապես հնարավոր է այսպիսի տարածությունից կրակոցներ իրականացնել, այդպես էլ արեց Վարդանյանը, բայց մի փոքր շեղությամբ ստացվեց, իհարկե հասկանալի էր հիմնական պատճառը, դե արդեն ասացի, որ տարածությունն էր պարզապես հեռու, իհարկե թե ինչպես է հարվածում Վարդանյանը մենք բազմիցս տեսել ենք Արաքսի հանդիպումների ժամանակ, հիմա Արտուր Սարգսյանը կատարում է առաջի փոփոխությունը այս խաղում Համլետ Մկրտչյանին դուրս բերելով խաղադաշտ ու փոխարինելով Հակոբ Ամիրյանին ու տեսնենք Մկրտչյանը արդեն ինչ կառաջարկի խաղադաշտում թարմ ուժերով իհարկե նոր մտավ խաղադաշտ հենց Մկրտչյանը ու շատ ակտիվ ֆուտբոլիստ է իսկապես Վերդերը ձեռք բերել այս մրցաշրջանի ընթացքում Մկրտչյանը միայն ու միայն իր արդյունավետությամբ էլ ավելի է գոհացնում Վերդերին ու իհարկե երկու կարծիք չի կարող լինել Մկրտչյանի տրանսֆերի մասին, շատ հաջողված ձեռք բերում էր Վերդերի համար Համլետ Մկրտչյանի ներկայությունը թիմի կազմում հիմա Մուրադյանը կմտցնի գնդակը խաղի մեջ ամեն դեպքում տեղադրեց, իհարկե սա Արաքսի տնային աշխատանքներից է, երբ Մուրադյանը տեղադրում է Վարդանյանը կատարում փոխանցում, այդպես էլ եղավ նաև այս իրավիճակում, բայց Հայկ Մուրադյանի բաժինասավ գնդակով ուժեղ փոխանցում է կատարում առաջ Մելքոնյան երկրորդ հարկում փորձեց տանել գնդակը, բայց այստեղ ուժեղ էր արդեն ստացվել Մուրադյանի փոխանցումը Վարդանյան Հարություն Վարդանյան շատ լավ փոխանցում դեպի Աչեզր կատարեց հիմա Աչեզրով է զարգանում Արաքսի գրով վտանգավոր գրով է, բայց Էլոյանը հասնում է հեռացնել Մուրադյանի հոթերի արջևից գնդակ այլապես փոխանցում կատարելուց հետո չենք կարող ասել ինչ սպասենք Վերդերի Տուգանային հրապարակում ամեն դեպքում շատ լավ գրով ձեռնարկեցին Արաքսի տղաները այստեղ հիմա անկյունայինը տեսնենք, որը կիրականացնեն Արաքսի ֆուտբոլիստները Բարձից փոխանցում, բայց Էդվարդ Հարությունյանը ֆիքսում է այստեղ գնդակ ու խնդիրներ չի ունենում գնդակը որսալու հետ կապված Ադարյան Դեպի Էլոյանը փոխանցում Աչեզրում Էլոյանը ընդունեց գնդակ ու զարգացնում է արագությունը Աչեզրով տեսնենք գրոյի ինչպիսի շարունակություն կմտածի Էլոյանը թողեց Մկրտչյանին Մկրտչյանն էլ դեպի Ետ Զորաբ Ադարյան ու արդեն գնդակի տեղափոխություն դեպի ձախ եզր, որտեղ Մուրադյանն է տեղակայված շատ լավ նկատեց Մելքոնյանի առաջ խաղացում ու կատարեց այս փոխանցումը Մուրադյանը Պողոսյան Մկրտչյանը աչից կա Էլոյանը ստանում է Էլոյանը գնդակը շարժվում է առաջ շատ լավ անցման փորձ, բայց այստեղ իհարկե ծափահարություններ Արաքսի ֆուտբոլիստին շատ լավ պաշտպանվեց այս իրավիճակում Արտյոմ Վարդանյանն ու թույլ չտվեց Էլոյանը հարվածային դիրքում հայտնվի, հիմա էլ խախտում է նշանակել մրցավարը ու Արաքսը կիրացնի Վարդանյանը ևս մեկ փոխանցում է կատարում խորքից, բայց Բարսեղյանը
Այստեղ թիկունքով էր դարպասի ուղղությամբ ու այնքան էլ հաջող չընդունեց գնդակ, իսկ հիմա Վերդերի գրով Մելքոնյան ու այստեղ եթե թույլ տային Արաքսի ֆուտբոլիստները Մելքոնյանը հարված էր, ապա իհարկե շատ սարսափելի հարված կարող էր հետևել դարպասի ուղղությամբ, բայց վերջի պահին կորցրեց Մելքոնյանը գնդակը, հիմա նորից Արաքսն է գրով փորձում ձեռնարկել։ Շատ գեղեցիկ պատխաղարկման փորձ, բայց իհարկե Հայկ Մուրադյանը շատ փորձառու է ու կարողացավ հսկել իրավիճակը, գնահատել իրավիճակը եւ թույլ չտալ Արաքսի գրո շարունակություն ստանալ, ինչպես իհարկե պաշտպանվեց Մուրադյանը այս իրավիճակում, խոսքեր չկան, հրաշալի պաշտպանություն տեսանք մենք Վերդերի 10 համարից այստեղ։ Էլոյան թողնում է գնդակը Ադարյանին, դեպի Հայկ Մուրադյանը։ Առայժմ մի փոքր ավելի հանգիստ ֆուտբոլ է ընթանում խաղադաշտում եւ դա տրամաբանական է այն, որ բացվի հանդիպան հաշիվ ու արդեն խաղում լինի հաղթող, իհարկե մենք այլ հանդիպում ենք դիտելու խաղադաշտում, դրանում կասկած նույնիսկ չկա, իհարկե թիմերից որ մեկն էլ հայտնվի մեկ քառորդ եզրափակիչի դիմակայությամբ պատասխան խաղում Բարդովի կարգավիճակում, իհարկե կգնան միջև վերջ ու կանեն 3, մենք ունեցանք այդպիսի վառապացույց եւս մեկ խաղում, որտեղ Բորուսիա Մյունխենգլադբախը մրցում է Լեռնային Արցախի դեմ, այնտեղ առաջի խաղում պարտվել էր Մյունխենգլադբախը 3-2, 3 պարտվում էր 1-0, բայց իհարկե ինչ էր նշանակում ֆուտբոլում հավատը միջև վերջ պայքարեցին, միջև վերջ Գլադբախի ֆուտբոլիստները հաղթանակ տարան խաղում 3-2 հաշվով ու հանդիպումը տեղափոխեցին այդ խաղային հարվածաշար, ճիշտ է արդեն հարվածաշարում ուժեղ երկու ֆուտբոլիստներ չկան։ Եվ միայն հարվածաշարի ժամանակ Գլադբախը ձախողվեց, վերջում Լեռնային Արցախի ավագ Արսեն Սահակյանը իրացած 11 մետրանոցի շնորհիվ Լեռնային Արցախը հայտնվեց 1/3 եզրափակիչում, որտեղ սպասում է Վիլյարեալ Ատլանտա զույգի հաղթողին։ Հիմա ստանդարտ Հենզել Վարդանյանն է կրկին գնդակի մոտ, եւս մեկ հաջող փոխանցում Բարսեղյանն էլ ամեն դեպքում շահեց իրավիճակը ու հարվածեց, բայց շատ սուր էր արդեն անկյունը Բարսեղյանի հարված կատարելու պահին եւ շեղությամբ ստացվեց Հովհաննես Բարսեղյանի կատարած հարվածը։ Զորաբադարյան նորից նույն կերպով են սկսում խորքից վերցնելի ֆուտբոլիստները, Ադարյան, Էլոյան, Մուրադյան այս երեքը շատ լավ է աշխատում պաշտպանությունում։ Ատեսեք Ադարյանը սկսում է Էլոյանի հետ խաղարկում ստանում, պատասխան փոխանցումը Հայկ Մուրադյան, նորից Ադարյան ու այսպես իհարկե շատ վստահ են առայժմ խաղարկում Վերդերի ֆուտբոլիստները գնդակ Երզրումյան գեղեցիկ փոխանցում Յարդումյանին նորից դեպի Երզրումյանը, բայց Վարդանյանը նույն կերպով խլեց գնդակ ու զարգացնում է արագություն, բայց այստեղ Էլոյանը ավելի շուտ արձագանքեց գնդակին, այն որ Վարդանյանը ստանար հարված կատարելու հնարավորությունը արդեն ավելի նպաստավոր դիրքում կլիներ, քան նախորդ դրվագում էր։ Տիգրան Մուրադյան Էլոյանը հաջող խլում կարողացավ կատարել Մելքոնյան եւ հետ է ուղարկում Մելքոնյանը գնդակը Հրաչա Յարդումյանի ուղղությամբ ու դեպի ավելի հետ փոխանցում էլ տեսանք Յարդումյանից խաղարկում Ադարյանի հետ կրկին Յարդումյան կա Էլոյանը կա Մելքոնյանը ստացավ Մայիս Մելքոնյանը գնդակը կատարեց փոխանցում Էլոյանին նորից դեպի Մելքոնյանը բայց դու ստացվեց Էլոյանի փոխանցումը իսկ ինչ է այստեղ պահանջում Վերդերը կարծես 11 մետրանոց հարված այո դիպել էր գնդակը Արաքսի ֆուտբոլիստի ձեռքին դա է պահանջում իհարկե այս իրավիճակում Վերդերի ֆուտբոլիստները Երզումյանը պատժվում է դեղին քարտով եւ հիմա մրցավարը գալիս է դիտելու նախորդ դրվագում տեղի ունեցածը հասկանանք կար արդյոք ձեռքով խաղ թե ոչ Գիտեք մրցավարը դրվագի կրկնապատկերը չկար ոչինչ այս իրավիճակում այո ձեռքով խաղ էին պահանջում ամեն դեպքում Վերդերի ֆուտբոլիստները բայց մրցավարը հստակ մնացի որոշման վրա 11 մետրանոց Չկար այստեղ ու Արաքսի ֆուտբոլիստերին մոտ կլինի գնդակը կսկսեն խորքից Արաքսի ֆուտբոլիստները թե եզից պետք է նետի Վերդերը իհարկե ճիշտ ասած այնքան խառը իրավիճակ ստացվեց 11 մետրանոց պահանջելու ժամանակ որ չհասցրեցինք նկատել թե ումից դուրս եկավ վերջում գնդակը խաղադաշտից ոչ ստանդարտ ամեն դեպքում ստանդարտ է նշանակել մրցավարը Էլոյան Խորքից փոխանցում, բայց այստեղ արդեն
Տիրեց գնդակին Սևակ Մուրադյանը երկար փոխանցում Բարսեղյանի ուղղությամբ բայց այստեղ էլ գնդակը վերցրեցին Վերդերի ֆուտբոլիստները ու Ադարյանը սկսում է խորքից երկար փոխանցում բայց այստեղ էլ փակվեց նաև Ադարյանի փոխանցման ճանապարհը իսկ այստեղ խախտեց խաղի կանոնները Մայիս Մելքոնյանը այո ու ստանդարտ նորից նշանակեց Մարցավարը Վարդանյան եւս մեկ փոխանցում այստեղ դուրս եկավ Հարությունյանը բայց Ադարյանը չէր նկատել Դարպասապայի առաջ խաղացում ու ապահովության համար հեռացեց գնդակը Մելքոնյան մնաց գնդակով Վերդերի 11 համարը կատարեց նաեւ փոխանցում բայց ուղիղ Հենզել Վարդանյանի ոտքին բաժին ասավ այսպես ասեմ գնդակը Վարդանյան Արդյոք Վարդանյանն է գնդակով հետ փոխանցում Հենզել Վարդանյանի ուղղությամբ ու Մելքոնյանը պրեսինգի շտորից խլեց գնդակը կա Էրզրումյանի տարբերակը բայց Մելքոնյանի փոխանցումը այլ ուղղությամբ ստացվեց քան շարժվում էր Էրզրումյանը իհարկե արդեն Համլետ Մկրտչյանն էր փորձում հասցեակել գնդակը Մելքոնյանը դա պարզ երևաց Վարդանյան դեպի աճ ուղարկեց գնդակը Գեղան Վարդանյանն է գնդակով եւս մեկ շատ լավ փոխանցում բայց Այստեղ կարողացան Վերդերի ֆուտբոլիստները հեռացնել գնդակ ու այն ստացվեց փոխանցում Մելքոնյանի կողմից դեպի Խաչատուր Էրզումյանը Խորքից Էրզումյանն էլ կատարեց փոխանցում ու այստեղ Թեյմուրյանը քիչ էր մնում ինքնագոլի հեղինակ դառնալ լավ է որ գնդակը մի փոքր այլ ուղղությամբ հեռացավ Մելքոնյան շկա արվածային դիրք հաստրեցին փակել Մելքոնյանի ճանապարհը փոխանցում Մկրտչյանին Բայց այստեղ էլ Մկրտչյանի փոխանցման ճանապարհը փակվեց Էլոյան նորից Մկրտչյան չի ավարտվել Վերդերի գրով եւս մեկ փոխանցում բայց ուժեղ ստացվեց այստեղ Մկրտչյանի կատարած փոխանցում ու հարված կտեսնենք նորից Արաքսի դարպասից ու փոփոխություն հիմա կատարի Արաքսի գլխավոր մարզիչ Հրանտ Սարգսյանը Գեղամ Վարդանյան լքեց խաղադաշտը ու նրա փոխարեն հանդիպումը կշարունակի Սարգիս Սարգսյանը երկար փոխանցում առաջ Էլոյանը այստեղ հեռացնում են գնդակ ու արդեն եզից են նետելու Արաքսի ֆուտբոլիստները կատարված է եզրային նետումը բայց այստեղ հենց Սարգսյանը հայտնվեց ուշադրության կենտրոնում ու Հաջող այնքան էլ հաջող չընդունեց գնդակը Սարգիս Սարգսյանը արդյունքում կորցրեց Արաքսը գնդակ Ադարյան Նորից փոխանցում Էլոյանի ուղղությամբ ուժեղ ստացվեց ու Թեյմուրյանը ավելի շուտ արձագանքեց գնդակին բայց Մելքոնյանը փորձում է վերականգնել գնդակը Վերդերի համար չկար ոչինչ շարժվում է առաջ Մելքոնյանը Իսկ այստեղ գնդակի կորուստուի Արաքսի հակագրով տեսնենք Վարդանյան բայց շատ հեռու տարավ գնդակ ու Ադարյան իհարկե ծափարություններ Զորաբ Ադարյանի հրաշալի պաշտպանության համար Մարմնով փակեց մրցակցի առաջխաղացման ճանապարհը ու ոչ մի շանս չտվեց այստեղ Վարդանյանի հայտնվելու հարվածային դիրքում Ադարյան դեպի Էլոյանը հաստրեց Էլոյանն էլ պահել գնդակը դեպի նորից հետ փոխանցում բայց արդյունքում կորցրեց գնդակը Վերդերը իսկ հիմա այս փորձը Հարություն Վարդանյանի թույլ ստացվեց Այնպես չընթացավ հարվածը, որ խնդիր էր ունենալ Էդվարդ Հարությունյանը գնդակին տիրելու գործում Մելքոնյան Արտասովոր դիրքում ենք հիմա տեսնում Մելքոնյանին, նա անջել է պաշտպանություն Վերդերի 11 համարը, բայց իհարկե սա ժամանակավոր է, կարծում եմ Զորաբ Ադարյան շատ լավ փոխանցում դեպի Էրզրումյանը, Էրզրումյանն էլ Յարդումյանին հասցեակեց գնդակ ու այս գրով տեսնենք եւս մեկ փոխանցում, բայց արդեն անասց է ստացվեց Յարդումյանի կատարած փոխանցումը Մայիս Մելքոնյան նորից գնդակով Վերդերն է Մկրտչյան հետ փոխանցում դեպի Հայկ Մուրադյանը ու սուլեց մրցավարը այո ազդարեց առաջի խաղակեսի ավարտը 0-0 առայժմ բացված չէ հանդիպման հաշիվը կարճ դադար որից հետո կշարունակենք Ֆուտբոլասեր բարեկամներ մեկնարկում է Վերդերն ընդդեմ Արաքսի հանդիպան երկրորդ խաղակեսը առաջի կեսում չունեցան խփված գնդակ ու տեսնենք երկրորդ խաղակեսում թիմերը ինչպիսի ֆուտբոլ կառաջարկեն մեզ միանգամից հարված տեսանք Վերդերի ֆուտբոլիստի կողմից Մկրտչյանն եթե չեմ սխալվում այս իրավիճակում բայց Մուրադյանը հանգիստ վերցրեց այստեղ գնդակը ուժեղ փոխանցում է կատարում առաջ այո մի փոքր ավելի
հանդարտ առաջի խաղակես ունեցան, քան կանխատեսվում էր Բարսեղյան, բայց գնդակը փոխանցեց նույնիսկ բայց Էլոյանը պաշտպանության կենտրոնում հաջող գործեց Գեղամ Վարդանյան, իսկ հիմա էլ Ադարյանն է փակում Վարդանյանի փոխանցման ճանապարհը, երկու թիմերն էլ շատ ակտիվ մեկտարկեցին հանդիպումը Սարգսյան եւս մեկ փոխանցում ու Յարդումյանն է հեռացնում գնդակը, ատեսեք ինչ արդեն իրար անցում է սկսել են երկրորդ խաղակեսի անմիջապես մեկտարկում մեկը մյուսից վտանգավոր գրոններ են սկսել անցկացնել թիմերը Մկրտչյան հաջող խլում ու կա խաղի կանոնների խախտում Մկրտչյանի դեմ պայքարում շատ հստակ ցույց տվեց մրցավարը եւ գնդակը կլինի Վերդերին այո այն որ առաջի խաղակեսը չընդհատավ այն սցենարը որը կանխատեսվում էր դա փաստը իհարկե ավելի ակտիվ ու ինտենսիվ հանդիպում էինք ցանկանում տեսնել ավելի ճիշտ կլինի ասել բայց քանի դեռ կրկնում եմ հաղթող չկա խաղադաշտում ու առայժմ այն արդյունքն է որը երկու թիմերին էլ կարելի ասել ձեռնտու է այդպիսի ֆուտբոլ ենք տեսնում իսկ հիմա Վարդանյանը կարող էր պարզապես գնդակ ուղարկել դարպասը բայց հարվածը մի փոքր շեղությամբ ստացվեց Արաքսի ֆուտբոլիստի կատարած ոչ ոք չխանգարեց այս իրավիճակում Վարդանյանին շատ լավ բացազատվեց ու հարվածեց բայց իհարկե կարելի ասել ֆուտբոլային բախտ այս իրավիճակում Վարդանյանի մոտ չբերեց Ներողություն եմ խնդրում ոչ թե Վարդանյանի, այլ Բարսեղյանի, այս խոսքերը Բարսեղյանն էր ուղղված, նա էր հայտնվել հարձակման կրակագծում, Մելքոնյան, դեպի Էրզումյանը փոխանցում տեսանք, ավելի ետ ուղարկեց Էրզումյանն, Էրիկ Էլոյան, բայց սա թույլ հարված ստացվեց Էլոյանի կողմից ու արդյունքում նորից հարված ենք տեսնելու Արաքսի դարպասից, այո, առաջի խաղում գնացվել է ոչ ոքի արդյունք, երկրորդ խաղում նույնպես 0-0 ենք հաղթող առայժմ խաղադաշտում եւ դա իհարկե երկու թիմերին թույլ է տալիս ավելի հանգիստ ֆուտբոլ ցուցադրել իսկ հիմա նույն իրավիճակները ինչ վարկյաններ առաջ տեղի ունեցավ նորից Բարսեղյանը հայտնվեց կրակագծում բայց Էդվարդ Արությունյանը կարողացավ դուրս գալով դարպասից հեռացնել գնդակը Վարդանյան դեպի Ծախ է ուղարկում գնդակը Հարություն Վարդանյան շատ լավ փոխանցում դեպի Բարսեղյանը նորից Վարդանյան իսկ սա եթե հարված էր ապա մի փոքր հալաջող եթե փոխանցում էր ապա մի փոքր ավելի այլ ուղղությամբ պետք է կատարեր Վարդանյանը ամեն դեպքում շատ ճիշտ փոխանցում ստացավ առաջին հերթին Բարսեղյանից Վարդանյան այստեղ Ադարյան դեպի Հայկ Մուրադյանը հետևեց փոխանցում Մուրադյանն շատ լավ նկատեց Մկրտչյանին ու կատարեց այս փոխանցումը Մելքոնյան նորից դեպի Համլետ Մկրտչյանը արդյունքում գնդակի հեռացման փորձ Արաքսի ֆուտբոլիստերի կողմից բայց այն հայտնվեց Էրզումյանի մոտ ու հետո արդեն փակվեց նաև Էրզումյանի փոխանցման ճանապարհից Մելքոնյանը կրկին վերականգնում է գնդակը Վերդերի համար ու Յարդումյանն էլ վաստակեց այստեղ եզրային ներկման հնարավորություն Մուրադյանը կնետի եզրից Հրաչյա Յարդումյան կրկին Մուրադյան Շատ լավ փոխանցում դեպի Յարդումյան այս իրավիճակում կատարեց Մուրադյանը ու գրո Վերդերից տեսնենք ինչ շարունակություն կստանա այս գրո Մկրտչյան փոխանցում դեպի Խաչատուր Էրզումյանը բայց այստեղ Էրզումյանին հարված կատարելու այդ դիպուկ հնարավորությունը դուրս չտվեցին Արաքսի ֆուտբոլիստերը թե դարպասապա դուրս եկավ դարպասից ու խթան հանդիսացավ թե պաշտպանն էր խանգարում Էրզումյանին թիկունքից Բարսեղյան Բարձից փոխանցում Էլոյանն է հիմա էլ հեռացնում գնդակը այլապես կիսաշրջադարձ հարված կկատարեր Սարգսյանը հիմա էլ գնդակի հեռացման փորձ Հենզել Վարդանյան սխալ փոխանցում Էրզումյանն էլ հարվածեց ու Սևակ Մուրադյանը իհարկե փորձի շնորհիվ այստեղ կռայեց Էրզումյանի հարվածի ուղղությունը ու հանգիստ փակեց այսպես ասեմ գնդակի ճանապարհը իսկ հիմա ուր էր Վերդերի կենտրոնական հարձակող այս իրավիճակում, եթե լիներ որևէ մեկ այդ դիրքում Էրզումյանի փոխանցումը եզրափակող, ապա ոչ ոք չէր խանգարի Վերդերի հարձակման գծի այդ ֆուտբոլիստին այստեղ գրավել դարպասը։ Մկրտչյան կա տարբերակներ եւս մեկ փոխանցում, բայց ուժեղ է ստացվում այս փոխանցումն էլ Խաչատուր Էրզումյանի համար ու նորից գնդակը դուրս է գալիս դաշտի սահմաններից, այո, երկու կարծիք լինել չի կարող ավելի հետաքրքիր երկրորդ խաղակես ենք տեսնում, քան առաջիններ։ Ավելի հետաքրքիր ֆուտբոլ է ընթանում խաղադաշտում ու իհարկե թիմերը կրկնում եմ շատ զգուշավոր ֆուտբոլ են հիմա մեզ մատուցում մեկ սայթակում ու կարող է թիմերից մեկը լքել մրցաշարը այն որ երկու թիմերից մեկը կլքի մրցաշարը մեկ քառորդում մյուսը կշարժվի դեպի կիսաեզրափակիչ դա պարզ է բայց իհարկե
Այնքան էլ հաճելի չէ, որ այս երկու թիմերից որևէ մեկը իսկապես չի հայտնվելու Winter Cup-ի կիսաեզրափակիչում, քանի որ թիմերը, ովքեր պայքարել են մինչև վերջ, հաղթարել են շատ բարդ խմբային փուլեր ու հայտնվել են Winter Cup-ի 1 քառորդ եզրափակիչում, որտեղ պատահական թիմեր չեն լինում, իսկապես բարդ է պատկերացնել, որ օրինակ կիսաեզրափակիչ հանդիպումում մենք Արաքսին կամ Վերդերին արդեն չենք տեսնի խաղադաշտում։ Ես հիշեցնեմ, պայքարի մեջ մնացել են Լեռնային Արցախը, ով սպասում է իր մրցակցին Վիլյարեալ Ատալանտա զույգի հաղթողին եւ դա պարզ կլինի վաղը հիշեցնեմ այդ դիմակայության առաջին խաղում հաղթել է Վիլյարեալը 3-1 հաշվով, բայց դեռ իհարկե հաղթողի հարցը վերջականորեն պարզ չէ այդ խաղում, իսկ ինչը այստեղ խաղտում հարձակվող թիմի կողմից դարպասապայի դեմ պայքարում եւ հուսանք որ հիմա ոչինչ չի պատահի դարպասապայի Էդվարդ Հարությունյանին, կարծես դեմքին հարված ստացավ Բարսեղյանի կողմից, բայց կանգնեց Էդվարդ Հարությունյանը ոտքի ու լավ է որ ամեն ինչ այսպես ավարտեց Վերդերի դարպասապայի համար, իսկապես եթե հիմա Էդվարդ Հարությունյանը վնասված ստանար ու չկարողանար շարունակել հանդիպումը, շատ բարդ խնդրի առջև է կանգնելու Վերդերը, բայց դրվագը մնաց անցյալում Մուրադյան նորից հաջող փոխանցում դեպի Էրզրումյանը, Մկրտչյան, Մայիս Մելքոնյան, դեպի Էրզրումյանը, բայց Թեմուրյանն է հեռացնում, գնդակը Հրաչյա Յարդումյան չի ավարտել Վերդերի գրո, հիմա ավարտված է արդեն ու Արաքսի պատասխանը Բարսեղյան, բայց այստեղ ավելի շատ խանգարեցին Բարսեղյանն ու Վարդանյանը միմյանց արդյունքում կորցրեցին գնդակը, իսկ այստեղ խախտում Էլոյանի կողմից միանշանակ խաղի կանոնների խախտում էր այստեղ, հարված է պարզապես Սարգսյանի ոտքին ու արդյունքում գնդակը կլինի Արաքսինը, նորից հենց այդ Վարդանյանն է գնդակի մոտ, ևս մեկ փոխանցման փորձ կարելի է կանխատեսել այս իրավիճակում, կա Սուլիչը, Վարդանյան ոչ, սա հարվածի փորձ ավելի շատ ստացեց Վարդանյանի կողմից ու բարձր ընթացավ Վարդանյանի կատարած հարվածը, Ադարյան, դեպի աջ ուղարկեց գնդակ Էրիկ Էլոյանի ուղղությամբ, նորից Ադարյան, երկար փոխանցում առաջ այստեղ Թեմուրյանը հաջող գործեց, բայց Մելքոնյանն էլ հասցրեց փոխանցում կատարել, միայն մի փոքր ուժեղ ստացվեց հիմա էլ Մայիս Մելքոնյանի կատարած փոխանցումը ու արդյունքում գնդակը կորցրեցին Վերդերի ֆուտբոլիստները։ Երկար փոխանցում դեպի Վարդանյանը ընդունեց գնդակը Վարդանյանը շատ հաջող գործողություն այստեղ ու տեսնենք ինչ շարունակություն կմտածի թողեց գնդակը Գեղամ Վարդանյանին ևս մեկ փոխանցում ու նորից Հարությունյանը վերցնում է գնդակը Մկրտչյան դեպի Մայիս Մելքոնյանը գեղեցիկ պատխաղարկում Մկրտչյան ևս մեկ փոխանցում ու նորից անհասցե ստացվեց այս փոխանցումը Վարդանյան հիմա էլ Վարդանյանն է աչի եզրով շարժվում առաջ Համլետ Մկրտչյանը հասցրեց այստեղ նահանջել բայց ամեն դեպքում փոխանցեց Վարդանյանը ու սխալ փոխանցում կատարեց Մելքոնյանը Էրզրումյան վտանգավոր է Էրզրումյանը իսկ ինչ է հիմա փակվեց նաև Էրզրումյանի այս հարվածի ճանապարհ ու անկյունային են վաստակում Վերդերի ֆուտբոլիստները այս իրավիճակում եւ տեսնենք այս անկյունային ինչ կտա Վերդերին 10 րոպե անցավ արդեն երկրորդ խաղակեսի 1 տարկից ու առայժմ դիմակայության պատասխան խաղում չունեն խփված գնդակ Համլետ Մկրտչյանն իրականացնում անկյունայինը կա փոխանցում բայց շատ հեռուն գնաց Մկրտչյանի կատարած փոխանցում ու եսից նետելու են Արաքսի ֆուտբոլիստները Վարդանյան դեպի Գեղամ Վարդանյանը հետևեց փոխանցում բայց այստեղ Վարդանյանի փոխանցումը թույլ ստացվեց դեպի Սարգսյանը արդյունքում Էլոյանից դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից Եզիս կնետի Արաքսը երկար փոխանցում Հովհաննես Բարսեղյանի ուղղությամբ ու նորից Էլոյանն է հասնում հեռացնել գնդակը նորից կլինի եզրային նետում
Վարդանյան Շատ լավ տարածությունը ախտարեց դեպի Գեղամ Վարդանյանը վտանգավոր է Վարդանյանը հարված ու այստեղ Յարդումյանը շատ ճիշտ դիրքում կանգնեց գնդակի առջև եւ թույլ չտվեց արդեն հարվածը ընթանա դարպասի ուղղությամբ իսկ հիմա Վերդերի պատասխանը խորքից փոխանցում բայց Սևակ Մուրադյանն է բռունցքներով հեռացնում գնդակը Վարդանյանն էլ փորձեց ավելի հեռուն ուղարկել գնդակը բայց արդյունքում հեռացեց պարզապես գնդակը դաշտի սահմաններից ես իսկ նետեն Վերդերի տղաները բայց ինչ է այստեղ սուլեց մրցավարը փոփոխություն տեղի կունենա հիմա Յարդումյանի փոխանեն Պողոսյանը կշարունակի հանդիպումը Ուրադյան դեպի Ադարյանը Ադարյանն ուղարկեց գնդակը Համլետ Մկրտչյանին խաղարկում են առանձին Վերդերի ֆուտբոլիստները իրենց կիսադաշտում գնդակ Էլոյան դեպի Ադարյանը տեսնենք ինչ կմտածի Ադարյանը այս իրավիճակում Կրկին Էլոյանի հետ խաղարկեց գնդակը երկար փոխանցում Մայիս Մելքոնյանի ուղղությամբ բայց Խախտում, այո, խախտում է նշանակել մրցավարը կար խախտում Մելքոնյանի դեմ պայքարում ու ստանդարտ է վաստակում Վերդերը ճիշտ է մի փոքր հեռու, բայց միևնույն ժամանակ վտանգավոր դիրքում Տեսնենք այս ստանդարտ ինչ կտա Վերդերի ֆուտբոլիստերին միանգամից 3 ֆուտբոլիստ են գնդակի մոտ, բայց իհարկե թե Մելքոնյանը, թե Մկրտչյանը իզորու են այսպիսի տարածությունից լավ հարված կատարելուն, բայց տնային աշխատանք են կարծես պատրաստվում իրականացնել, այո, Մելքոնյանը հարված ու հիմա Մուրադյանն էր արդյոք որ փրկեց այս իրավիճակը Մելքոնյանի հարվածից հետո բարդ է ասել ամեն դեպքում մնացահանարի դարպաս ինչ հարված էր կատարել Մելքոնյանը Պողոսյան հրաշալի անցում եւ խաղի կանոնների խախտում շատ վտանգավոր դիրքում վաստակում են Վերդերի ֆուտբոլիստները Այո իսկապես Հիմա ավելի նպաստավոր է Վերդերի ֆուտբոլիստների համար այս իրավիճակից հարված կատարելը, քան նախորդ դրվագում է, նախորդ դրվագում իհարկե շեշտը Վերդերը դրեց հեռարը հարվածի վրա ու Մելքոնյանը այնպես չէ որ վատ հարվածեց, պարզապես փակվեց Մելքոնյանի հարվածի ճանապարհը վերջին պահին, իսկ հիմա ավելի մոտ տարածությունի ստանդարտ եւ կարծես այո Համլետ Մկրտչյանն է պատրաստվում իրականացնել այս հարվածը ֆուտբոլիստով թե մեկ քարտում ներողություն 1-8 եզրափակիչում Երկու անգամ դարձավ գոլի եղինակ տուգանայիններից Կա Սունիչը ևս մեկ հարված ու հենց Վարդանյանն է փակում Մկրտչյանի հարվածի ճանապարհը հիմա հետ փոխանցում բայց այն ստացվեց Սարգսյանի համար փոխանցում սա հարված էր ու Էդվարդ Հարությունյան Ինչպիսի իրավիճակում է հիմա փրկում Վերդերի դարպասապահ Հարությունյանն այն որ Սարգսյանը նկատել էր որ ազատ է մնացել Դարպասի հակառակ եզր ու փորձեց միանգամից հարվածով գրավել շատ լավ մտահղացում էր, բայց Հարությունյանը իհարկե վերջին պահին շատ հաջող գործեց ու հեռացեց գնդակը հիմա անկյունային որը կիրասնի Հարություն Վարդանյանը Տեսնում ենք փոխանցում Բարսից դեպի Տուգանային հրապարակ Բարսեղյանն էլ նորից հայտնվել էր ճիշտ դիրքում ու միայնակ, բայց այստեղ հարվածը չստացվեց Բարսեղյանի մոտ Ադարյանն հեռացնում է գնդակը Ադարյանը ու արդյունքում կորցրեցին այո Վերդերի ֆուտբոլիստները հերթական գրով կազմակերպելու իրենց հնարավորությունը Գեղամ Վարդանյան ևս մեկ փոխանցման փորձ Պողոսյանն այստեղ պայքարում միջև վերջ ու տարավ գնդակը Գևորգ Պողոսյանը իսկ ինչ է այստեղ չկար ոչինչ բայց անկյունային ամեն դեպքում վաստակում են Վերդերի ֆուտբոլիստները Պողոսյանն է խաղարկում գնդակը դեպի Մկրտչյանը, բայց Մկրտչյանի կրակոցը այստեղ բարձր է ստացվում ու հարված կլինի կրկին Արաքսի դարպասից
Հենց էլ Վարդանյան խորքից երկար փոխանցում ենք տեսնում նորից Հովհաննես Բարսեղյանի ուղղությամբ, բայց այստեղ Ադարյանը թիկունքից շատ լավ էր աշխատում Բարսեղյանի այս իրավիճակում։ Էդվարդ Հարությունյան սկսում է Վերդերը եւս մեկ գրող Հայկ Մուրադյանի ուժերով։ Շատ լավ փոխանցում դեպի Մկրչյանը գրագետ վարվեց Մկրչյանը հասցեագելով գնդակ Էլոյանին, բայց փոխանցումը մի փոքր ավելի ուժեղ ստացվեց այստեղ, քան պետք էր, իսկ հիմա եւս մեկ փոփոխություն։ Արաքսի կազմում կատարեց թիմի գլխավոր մարզիչ Հրանտ Սարգսյանը։ Ու տեսնենք փոխօրինման դուրս եկած ֆուտբոլիստը, եթե չեմ սխալվում, Արտյոմ Վարդանյանն էր։ Ինչ կառաջարկի արդեն իհարկե մի փոքր ավելի հանգստացած իրավիճակով, քարմ ուժերով, կարելի է այսպես նաև անվանել այս բանը։ Եղան Վարդանյան, Պողոսյանն է նորից գնացել պրեսինգի, բայց Վարդանյանը շատ հաջող տարավ գնդակը ու շարժվում է առաջ, մնաց գնդակով առաջ Վարդանյանը դեպի ձախ շարժվեց, բայց արդյունքում կորցրեց գնդակը Մելքոնյանը հաջող գնդակի խլում էր ու հիմա էլ Վերդերն է հասնում գրոյի Մայիս Մելքոնյանն է գնդակով կա փոխանցում, բայց Թեմուրյանը այստեղ շատ հաջող պաշտպանվեց Մելքոնյանի այս փոխանցման ժամանակ, կրկին Թեմուրյան դեպի Վարդանյանը։ Իսկ այստեղ կար խախտում Համլետ Մկրչյանի կողմից, այո, բաց ոտքով խաղաց այստեղ Մկրչյանը։ Ստանդարտ կրկին նշանակեց մրցավարը Վերդերի դարպասը տանող, այսպես ասեմ Վարդանյան եւս մեկ խորքից փոխանցում Մուրադյանը այստեղ փորձեց հեռացնել, չստացվեց Բարսեղյանը հրաշքով չի հայտնվում հիմա գնդակը Վերդերի դարպասում։ Սա այս հանդիպման կարելի ասել իսկապես ամենառեալ գոլային պանն էր երկու թիմերի կատարման, երկու թիմերի կողմից, բայց փրկվեց այս իրավիճակում Պարզապես Վերդերը այն, որ հրաշքով գնդակը միայն չհայտնվեց այստեղ Վերդերի դարպասում, դրանում երկու կարծիք լինել չի կարող։ Եղավ քիչ առաջ նաև վտանգավոր դրվագ ու կրկին Արաքսի ֆուտբոլիստների կատարմամբ, երբ Սարգսյանը հարվածեց ու Էդվարդ Հարությունյանը ցածկով հեռացեց գնդակը, բայց դա ավելի հեռա տարածություն էր ու իհարկե այս իրավիճակները անհամեմատելի են։ Այստեղ Բարսեղյանը ունի ռեալ հնարավորություն բացելու հաշիվը, իսկապես Բարսեղյանը հայտնվում է ամենաճիշտ ժամանակին, ամենաճիշտ դիրքում Արաքսի գրոնների ժամանակ ու նրան վերահասկելը կարելի ասել շատ բարդ է լինում, բայց այս իրավիճակում ոչ ոք նույնիսկ նրան չխանգարեցել, շատ ճիշտ դիրքում էր, պարզապես կրկնում մարզական բախտի անհաջողությունից ելնելով, թե այլ ինչ-որ տարբերակից այստեղ գնդակը չհայտնվեց Վերդերի դարպասում, կարելի ասել Բարսեղյանի հարվածը մեղմ ասած չստացվեց այստեղ, Մելքոնյան դիպել է գնդակը Մելքոնյանի ձեռքին, այո։ Ու ստանդարտ իրականացնեն Արաքսի ֆուտբոլիստները, Վարդանյան խորքից եւս մեկ փոխանցում, արդեն ֆուտբոլիստերի նյարդերը տեղի են տալիս հասկանալի պատճառներով, արդեն հանդիպան ավարտին մնացել է 6 րոպե խաղաժամանակ, 6 րոպեից մի փոքր ավելի խաղաժամանակ ու եթե թիմերից որևէ մեկը սխալվի ու բաց թողնի այս խաղում առաջի գնդակը դա կլինի ճակատագրական, հիմա Մելքոնյանի հարվածել թույլ ստացվեց ու Սևակ Մուրադյանը պարզապես հեռացեց գնդակը որքան հնարավոր է, ինչպես հնարավոր է, այսպես ասեմ, քանի որ եթե Մելքոնյանը շեշտը դներ ուժգնության վրա ու կատարեր ավելի ուժեղ հարված, ապա մենք իսկապես այլ հարվածի ականատես կլինեինք այստեղ, բայց ստացվեց Մելքոնյանի մոտ դիպուկ գտնվել այս իրավիճակում։ Դեպի Գեղամ Վարդանյանը շատ հաջող փոխանցում հետևեց, Վարդանյանն էլ ընդունեց գնդակը, բայց արդյունքում կորցրեց ու եզից կնետեն Վերդերի ֆուտբոլիստները Էրզումյան, ուղարկում է գնդակը Պողոսյանին, շատ լավ փոխանցում, բայց այստեղ Մուրադյանն է հաջող պաշտպանվում Մկրչյանի դեմ պայքարում, իսկ հիմա ինչ է այստեղ, Վերդերը կրկին վերականգնում է գնդակը Մայիս Մելքոնյան, Էրզումյան, նորից Մելքոնյան, կա Պողոսյանը կատարեց փոխանցում Մելքոնյանը Պողոսյանին, Գևորգ Պողոսյանն էլ հայտնվում է հարվածային դեպքում դեպի Մկրչյանը, սա հարված էր ու հիմա Թեմուրյանն է փրկում Արաքսին, ինչ շատ ճիշտ ժամանակին կանգնեց գնդակի առջև Թեմուրյանը, այլապես Մկրչյանի հարվածը հեռավոր անկյուններ ընթանում ու չեմ կարծում, որ այս իրավիճակում ամեն դեպքում Սևակ Մուրադյանը կփրկեր Արաքսին, եթե իհարկե Թեմուրյանը չհայտնվեր այդ իրավիճակում։ Հիմա անկյունային խաղարկումը տեսնենք Մկրչյանն է գնդակի մոտ։
Կա փոխանցումը դեպի Տուկանային հրապարակ հեռացված է գնդակը Զորաբ Ադարյան իջեցեց, բայց հերու թողեց մի փոքր հետո էլ առաջ ուղարկեց, իսկ ինչ այստեղ Պողոսյանն ու չի նստում հիմա այլ գնդակը Պողոսյանի ոտքին ինչ է կատարվում խաղադաշտում բոլորը կանգնած հետևում էին պարզապես այստեղ Պողոսյանի հարված կատարելուն քանի որ ոչ ոք ոչինչ չէր հասցնի արդեն անել երբ վերջի պահին չնստեց գնդակը Պողոսյանի ոտքին այո Հիմա պարզապես բոլորը քարացել ու սպասում էին թե երբ պետք է Պողոսյան իսկապես գրավի դարպասը, բայց դա տեղի չունեցավ։ Հիմա նորից գրում է Վերդերը Մկրտչյան կա փոխանցում, Մուրադյանը հեռացեց գնդակը Երզումյանն էլ հարվածեց ու հիմա էլ բարձր է ստացում Խաչատուր Երզումյանի կատարած հարվածը, այո, հանդիպման հիմնական ժամանակը մոտենում է ավարտին 4 րոպե մինչ հիմնական ժամանակի ավարտը ու եթե չունենան խաղադաշտում խփված գնդակ, ապա հականացես են լինելու 11 մետրանոց հարվածաշարի Հիմա իհարկե ավելի շատ թիմերը ցանկանում են ոչ թե գրոններ իրականացնել, այլ չսխալվել պաշտպանությունում իհարկե հետխաղային հարվածաշարը չի ճանաչում թե ուժեղ, թե թույլ ակումբներ, այնտեղ նույնիսկ ամենա թույլ ակումբը, այսպես ասեմ, կարող է տանել հաղթանակ ցանկացած մրցակցի դեմ պայքարում Մուրադյան հրաշալի պաշտպանվեց ու տարավ գնդակին էլ Հայկ Մուրադյանը դեպի Մկրտչյանը ու այստեղ հասցնում է Եթե չեմ սխալում Տիգրան Մուրադյանն էր այո հեռացնել գնդակը Ելցրից են հետևում Վերդերը վերջամասն է հանդիպան ու տեսնենք այս վերջին րոպեները ինչպես կանցկացնեն թիմերը խաղադաշտում Եզրային նետում իրականացված է Գևորգ Պողոսյան դեպի Մուրադյանը Նորից Պողոսյան Ինչ այստեղ գնդակի կորուստ, բայց ամեն դեպքում Ադարյանը հասցնում է փոխօգնության գալ ու կատարել փոխանցում Էլոյանին, Էլոյանն էլ փոխանցեց ու Մուրադյանից հեռացավ գնդակը կտեսնենք Եզրային նետում Վերդերի կողմից Ու կա այո կա խախտում այստեղ էլ Մելքոնյանի դեմ պայքարում նորից ստանդարտ ու նորից վտանգավոր դիրքում վաստակում է Վերդերը եւ տեսնենք այս ստանդարտը արդեն ինչ կտա Վերդերի ֆուտբոլիստերին Այո, հիմա Արթուր Սարգսյանը Վերդերի գլխավոր մարզիչ հրահանգներ է տալիս իր թիմի անդամներին իհարկե այն ինչի մասին խոսում ենք առաջտայինն է բաց չթողնելը քան հեղինակել այստեղ հիմա նաև դեղին քարտ է ստանում միտումնավոր գնդակի ճանապարհը փակելու համար Արաքսի ֆուտբոլիստը Եթե չեմ սխալվում դեղին քարտ ստացավ այս իրավիճակում Արաքսի կազմում Վահե Մարտիրոսյանը Ու հիմա ստանդարտը տեսնենք Մելքոնյանն է գնդակի մոտ Շատ սուր է անքն ու տեսնենք ամեն դեպքում ինչ որոշում է կայացնում Մելքոնյանը Սա խաղարկում էր Գևորգ Պողոսյան ու նորից փակվեց գնդակի ճանապարհը Էլոյան ու արդյունքում հիմա էլ գնդակը կորցնում են Վերդերի ֆուտբոլիստները կլինի եզրային նետում Արաքսի կողմից Մելքոնյան Բայց գնդակը Մայիս Մելքոնյանը ու կա այո կա խաղի կանոնների խախտում կրկին Մելքոնյանի դեմ պայքարում ու կրկին ստանդարտ է վաստակում Վերդերը սա կարող է լինել արդեն հանդիպան վերջին դրվագ այո վերջին րոպեն արդեն վարկյան հերանց այսպես ասեմ կմեկնարկի ու կրկնում եմ եթե չունենան խաղադաշտում խփված գնդակ այս 1-1.5 րոպեի ընթացքում եւ արտարոց ոչինչ տեղի չունենա, ապա հարվածաշարի ականատես են լինելու, որտեղ կրկնում եմ շատ հետաքրքիր պայքար է սպասվելու մեզ Վերդերի եւ Արաքսի միջեւ Կա մրցավարի սուրիչը Մելքոնյան թե Ամիլյան Ոչ տեղություն Ամիլյանը ավելի հեռվում է կանգնած Մելքոնյանն է գնդակի մոտ Մելքոնյանն էլ հարվածում է Արադարձ եղավ Վարդանյանից ու այստեղ
Վերցրեց գնդակը Սևակ Մուրադյանը եւ վերջ հանդիպումը հենց այստեղ էլ ավարտվում է գոլազուրկ ոչ ոքի 0-0 ավարտեց հանդիպումը, ինչը նշանակում է, որ վարկյաններ անց կդիտենք 11 մետրանոց հարվածաշար Ֆուտբոլասեր բարեկամներ մեկնարկում եմ Արաքսն դեմ Վերդերի հանդիպան հետ խաղային 11 մետրանոց հարվածաշարը առաջին հարվածի իրավունքը ստացել են Արաքսի ֆուտբոլիստները գնդակին է մոտեցել Հարություն Վարդանյանը ու տեսնենք առաջին հարվածը ինչպես կստացվի Արաքսի կա մրցավարի սուլիչը Վարդանյանը հարվածում չի այդտեղում գնդակը դարպասածողին դիպավ գնդակը առաջին փորձը ձախողում են Արաքսի ֆուտբոլիստները ու տեսնենք Վերդերից ով է մոտենում առաջին հարվածը կատարելուն Առաջին հարվածը Վերդերի կազմում իրականացնի Գևորգ Պողոսյանը վրիպեց Արաքսի առաջին հարվածը ու հիմա Վերդերը կարող է անմիջապես առաջ անցնել 11 մետրանոց հարվածաշարում Կասուլիչը Պողոսյան հարված ու անկասելի է ստացում Պողոսյանի հարվածը 1-0 Վերդերը այս պահին առջևում է հաշվի մեջ Հիմա երկրորդ հարվածին մոտեցել է Արաքսի կազմում Առաջին խաղում դուբլի հեղինակ դարձած Տիգրան Մուրադյանը կա մրցավարի սուլիչը Մուրադյան հարված ու հայտնվեց գնդակը դարպասում շատ դիպուկ հարված Մուրադյանից երկրորդ փորձը հաջող է Արաքսի ֆուտբոլիստերի կողմից Վերդերից երկրորդ հարվածը կկատարի Համլետ Մկրչյանը թե Սևակ Մուրադյան տեսնենք այս դիմակայությունում ով ավելի ուժեղ կգտնվի Մկրչյան երկրորդ հարվածը նույնպես դիպուկ է իրացնում Վերդերը 2-1 առջևում են Վերդերի ֆուտբոլիստները այս պահին Երրորդ հարվածին է մոտեցել Արաքսի կազմում Գեղամ Վարդանյանը կա մրցավարի սուլիչը Վարդանյանը Հարությունյանը փրկում է այստեղ այո չհայտնվեց գնդակը դարպասում շատ մեծ հնարավորություն է իմաստանում Վերդերը 11 մետրանոց հարվածաշարում բայց նախ պետք է այս պահին Էրզումյանը դիպուկ իրացնի Երրորդ հարվածին մոտեցել է Խաչատուր Էրզումյանը տեսնենք Էրզումյանի հարվածը ինչպես է ստացվում Տեսնենք Մուրադյանը կփրկի այս բարդ իրավիճակում Արաքսին թե ամեն դեպքում Էրզումյանը դիպուկ կգտնվի Էրզումյանը ու Մուրադյանը հեռացնում է այո գնդակը չհայտնվեց Վերդերի երրորդ փորձը Արաքսի դարպասում ու հիմա տեսնենք Արաքսի կազմում 4-րդ հարվածն է պատրաստում իրականացնել Թիմի 19 համարը Արտյոմ Վարդանյանը պետք է առնվազն իհարկե այս իրավիճակում գրավել դարպասը Կա Սուլիչը Վարդանյանը մոտենում է գնդակին ու շատ դիպուկ է հարվածում հայտնվեց գնդակը դարպասում Չորրորդ փորձն է մոտեցել Վերդերի կազմում Հրաչյա Յարդումյան այս պահին հավասարություն է բայց իհարկե եթե Վերդերը գրավի դարպասը առաջ կանցնեն 11 մետրանոց հարվածաշարում կա Սուլիչը Յարդումյան թե Մուրադյան Յարդումյան գնդակը դարպասում է շատ վստահ հարված Հրաչյա Յարդումյանից ու այս պահին նորից Վերդերը առջևում է 5-րդ հարվածը կիրականացնի Հովհաննես Բարսեղյանը ու առնվազն պետք է հիմա դիպուկ գտնվել որպեսզի Արաքսը մնա խաղի մեջ կա Սուլիչը Բարսեղյան հայտնվեց գնդակը դարպասում քիչ էր մնացել Արությունյանը որսար բայց ուժեղ է Բարսեղյանի կատարած հարվածը ու տեսնենք հիմա վերջին հարվածը Վերդերի կիրականացնի հիմնական հարվածների մասն է խոսքս Մայիս Մելքոնյանը եթե գրավում է Մելքոնյանը դարպասը Վերդերը ուղևորվում է դեպի կիսա եզրափակիչ Տեսնենք Մուրադյանը կփրկի թե ամեն դեպքում Մելքոնյանի հարվածը դիպուկ ստացի այստեղ կա մրցավարի սուլիչը Մելքոնյան հարված ու Վերդերը գնում է դեպի կիսա եզրափակիչ այո հաղթեցին մեկ գնդակի տարբերությամբ Արաքսի ֆուտբոլիստերին 11 մետրանոց հարվածաշարում ու Արաքսը լքում է այստեղ մրցաշարը իսկ Վերդերը ուղևորվում է դեպի կիսա եզրափակիչ որտեղ Իհարկե կմրցի Ատլետիկո Երևանի դեմ շատ հետաքրքիր զույգ ձևավորվեց Ատլետիկոյի ու Վերդերի միջև այս հանդիպան համար նախատեսել ենք այսքանը կարճ դադար որից հետո խաղային երեկոն շարունակենք